Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտենք տեղի ունեցավ Վարդան Ղուկասյանի դատական նիստը, մենք սպասում էինք լավ նորություններ, բայց ցավոք սրտի նորից է հետաձգվում և քիչ տեղեկություններ ունենք, թե ընդհանրապես մանրամասնությունների մասին, թե կոնկրետ ինչն էր պատճառը, որ հետաձգվում են նորից մեկ ամսով։ Հայ փաստաբանը Հայաստանում, այսինքն Լևոն Բաղդասարյանը, մինչև նիստը նշել էր, որ իր Facebook-յան էջում գրառում էր արել, որ փաստաբանները պատրաստ չեն, թե լավ պատրաստված չեն, նմանատիպ մի բան, արդեն երևում էր, որ դա լավ բանի չի հանգեցնելու, արդեն դա վատ նշան էր, երևի ինքը ուներ այդ տեղեկությունը։ Դա իր մասնագիտական կարծիքն էր, բայց նաև տեսանք, որ Վարդանը ուղարկել էր հաղորդագրություն և հայտնել, որ գոհ է իր ներկա փաստաբաններից, եթե չեք լսել, կարող եք լսել այդ աուդիո ձայնագրությունը։ Փաստորեն այստեղ շատ բան անել չեն կարող, դա արդեն կախված է իր որոշումից։ Ես շատ ուրախ եմ, որ դուք շատերդ նրան ծննդյան բացիկներ եք ուղարկել, նա այդ մասին ասաց իր աուդիո ձայնագրության մեջ, նշեց դա, որը շատ կարևոր է, կարծում եմ ուրախացած կլինի, ինձ թվում է շատերդ ուղարկել եք այն հասցեով, որ ես տվել էի։ Ես էլ եմ նրան ուղարկել նամակ և նա արդեն ստացել է, կարող եք տեսնել այդ ստացման վերաբերյալ սկրինշոթում, դա երևում է, որ արդեն տեղ է հասել։ Ես իմ նամակում պատմել եմ Վարդանին, որ կան Լաս Վեգասում գործող երկու շատ լավ փաստաբանական հիմնարկներ, տվել եմ այդ հիմնարկների հեռախոսի համարները, որ եթե ցանկանա կապնվի նրանց հետ։ Մտածելով, որ ինչ-որ պատճառներով միգուցե նա չկարողանա դա անել, ես նաև առաջարկել եմ իմ օգնությունը, գրել եմ, որ եթե ուզում ես, ես ինքս կարող եմ կապվել այդ փաստաբանների հետ և խնդրել, որ իրեն այցելեն։ Ես բացատրել եմ, որ այսինքն նա կարող է նամակ գրել, տալ իր փաստաբաններին, հայերեն նամակ, տալ իր փաստաբաններին, խնդրել, որ սկանավորեն, քսերոքս անեն և ուղարկեն իմ էլեկտրոնային փոստայի հասցեով, փոստի հասցեով տվել եմ իմ էլեկտրոնային ադրեսը, բայց ինչպես տեսնում եք, իր ձայնագրության մեջ ինքը ասաց, որ գոհ է, այսինքն դեռ այդ վճիռը չի կայացրել միգուցե այս պահին նա ցանկանում է ներկա փաստաբանների հետ առաջ գնալ, քանի որ նրանք գործին ծանոթ են։ Ես չգիտեմ ճշգրիտ պատճառը, գուցե նա վստահում է նրանց, գուցե լսել է նրանց դատարանի դահլիճում և գնահատել է նրանց աշխատանքը բարձր, չգիտեմ, միայն ժամանակը ցույց կտա արդյոք սա ճիշտ որոշում էր իր կողմից, թե ոչ։ Բոլորն են սխալվում երբեմն, մարդիկ սխալվում են, մարդիկ երբեմն ճիշտ են լինում, եթե հաջորդ դատավարության նիստին լավ արդյունքներ տեսնենք, նշանակում է նա ճիշտ էր, եթե ոչ, գուցե նա նորից կմտածի իր իրավաբանական թիմը փոխելու մասին, պետք է պարզապես սպասենք ու տեսնենք, թե ինչ է լինելու։ Շնորհակալ եմ բոլորիցդ ձեր աջակցության համար և ձեր հոգատարության համար, որ նամակներ եք ուղարկել, բացիկներ և այլն։ Սիրելի բարեկամներ, ուզում եմ ձեզ հետ կիսվել մի կարևոր մտքով, ընդհանրապես ամփոփել այս ալիքը և մի շարք այլ հարցեր։ Ես ընդհանրապես այս մենախոսությունը ավելի դժվար է ինձ համար, քան հարցազրույց է, երբ որ նստում ես մեկի հետ երկխոսության,
Կարող ես տալ ուղիղ հարցեր, ինքդ էլ քո կարծիքը հայտնել, հարցից հարց է առաջանում եւ այլը, պարզաբանումներ։ Ես օրինակ գտնում եմ, որ իմ ուժեղ կողմը ավելի շատ դա է եւ շատ կուզենայի օրինակ հարցազրույցներ անել քաղաքական գործիչների հետ, ձեզ համար էլ հետաքրքիր կլներ, նոր կուսակցության անդամների հետ, տարբեր ղեկավարների, տարբեր մասնագետների, այն բոլորի հետ, ում դուք ձեզ հետաքրքիր կլներ ավելի շատ իմանալու նրանց մասին։ Վստահեք ինձ, ես գիտեմ, թե ինչ հարցեր տալ, այնպիսի հարցեր, որ մարդը բացահայտվի իր ամբողջությամբ, ոչ մի այլևս ստվեր չմնա, դուք արդեն հստակ կարծիք կազմեք այս մարդը ով է, ինչ է ուզում, ինչ են նրա ծրագրերը, ինչ են նրա մոտեցումները, հայացքները, բնավորությունը, ամեն ինչ։ Իհարկե ես կցանկանայի դա անել, դա հետաքրքիր կլիներ։ Դա նաև հետաքրքիր է, որ տեսնենք քաղաքական դաշտում ովքեր կան, իրենցից ինչ են ներկայացնում, ինչքան արժեքավոր են իրենց ծրագրերը, որովհետև ժողովրդի մեծամասնությունը գնում ընտրում է առանց ծրագրերին ծանոթանալու, միայն դեմքերն է տեսնում, նկարներն է տեսնում, անունները եւ գնում է ընտրում ըստ ճաշակի։ Դա իհարկե անլուրջ մոտեցում է եւ հատ առ հատ բոլորին, ում չեք ճանաչում, հարկավոր է շատ խորը ուսումնասիրել մինչև ընտրությունները, որ այս անգամ էլ չսխալվենք։ Իրականությունը գիտեք ինչն է։ Եթե ես ինչ-որ մեկին հրավիրեմ եւ նա տեսնի իմ ալիքի չափը, բաժանորդների քանակը, մեծ հավանականությամբ նա կհրաժարվի։ Իհարկե նրանք ցանկանում են գնալ այնպիսի ալիքներ, ովքեր ունեն, որտեղ ավելի մեծ լսարան կա, ավելի շատ տեսանելիության համար եւ ավելի շատ ազդեցություն ունենալու, ավելի շատ մասսաների հասնելու համար իրենց ծրագրերի մասին, իրենց խոսքի մասին։ Ահա թե ինչն է դժվարությունը եւ պատճառը, որ ես չեմ կարող դա անել, դա ինձ խանգարում է իհարկե։ Դրա համար եմ ես ձեզ խնդրում միշտ բաժանորդագրվել, լայք դնել, դա չափազանց կարևոր է։ Մարդիկ մեծամասամբ պարզապես դիտում են եւ անցնում առաջ առանց որևիցե գործողության։ Դա իհարկե չի կարող օգնել այս ալիքը զարգացնելու համար։ Բերեք ես ձեզ մի քիչ բացատրեմ YouTube-ի ալգորիթմի մասին, թե ինչպես է աշխատում։ Ասեմ նա, կարծես թե դա մի մարդ է, այդպես ավելի հեշտ կլինի նկարագրելը։ Նա չի հասկանում, թե ես ինչ եմ խոսում, նա միայն տեսնում է թվերը։ Տեսնում է որքան է ալիքը ստանում բաժանորդներ ու լայքեր։ Երբ նա տեսնում է դա, մտածում է, օքեյ, այս ալիքը հետաքրքիր է եւ սկսում է ավելի շատ մարդկանց ցույց տալ։ Բայց երբ մարդիկ գալիս են դիտում եւ առանց որևիցե գործողության լայք դնելու կամ բաժանորդագրվելու հեռանում են, YouTube-ը մտածում է, որ այս ալիքը հետաքրքիր չէ եւ այլևս չի առաջարկում ուրիշների շատ նվազ, շատ չնչին անգամ եւ այլը, այդպես է գործում։ Իսկ մեր նպատակն է ավելի շատ մարդկանց տեսանելի դառնա եւ ավելի շատ մեծանա լսարանը։ Կրկնում եմ, ինձ համար թվերը նշանակություն չունի, որպես անձ, ինձ համար ինչ տարբերություն, 1 կամ 0 լինի կամ 1 լինի եւ այլը։ Իմ ցանկությունը նրա համար է, որ իմ խոսքը կամ ենթադրենք, թե ես կարողանամ նման ինտերվյուներ անցկացնեմ, ավելի շատ մարդիկ լսեն եւ այն հարցերը, որ ես կարող եմ իրենց տալ, որպեսզի հստակ պարզաբանվի այդ մարդը եւ ձեզ համար շատ հստակ պատկերացում ունենաք
թե ում հետ գործ ունեք, որովհետև ուրիշ ալիքները շատ ձևական հարցեր են տալիս, շատ սահմանափակ եւ շատ կարճ ժամկետով ալիքը մենք վերջացնում ենք մի 5 րոպեից, այլևս ժամանակ չի մնացել եւ այլը։ Ես այդպես չէի անի, օրինակ, եթե ես լինեի։ Ամեն ինչ որ պետք է, մինչև չհստակեցնեմ, իհարկե չէի ավարտի հաղորդումը։ Ամեն անձի կտրամադրեի մեկ անգամ, երկու անգամ, թե ինչ։ Նայած թե ձեր հետաքրքրությունը, որի հանդեպ ավելի շատ կլիներ, որովհետև հիմա մեզ շատ մարդիկ անհայտ են, ծանոթ չեն իրենց շատ բաները։ Ես դրա համար եմ ցանկանում, որ ալիքը աճի, որ եթե մեկին հրավիրես, զանգես, ասես բեր, ես ձեզ ինտերվյու անցկացնեմ, կցանկանայիք, չասեր որն է ալիքը, ու նաև տեսներ 2500 բաժանորդ, ասեր չէ, լավ, ժամանակ չունեմ կամ մի այլ բան եւ մերժվեր։ Ես դրա համար չեմ անում այս պահին։ Միգուցե հաղորդման ժամանակ հավաքվի շատ դիտողներ, չգիտեմ, հնարավոր է, բայց կարող է եւ բոլորովին չհավաքվի։ Նայեք այս վերջի իմ դրած տեսանյութերը ընդամենը մի քանի 100 մարդ են արդեն նայում։ Նույնիսկ բաժանորդագրվածները չեն նայում։ Այսպիսով նույնիսկ ուժ ու եռանդել չի մնում, որ ժամեր ծախսես, ինչ որ տեսանյութեր անես, ջանք թափես, ասում ես ով է նայելու, որ մարդկանց հետաքրքիր չի, ինչի ժամանակս ծախսեմ։ Բոլորն են այդպես մտածում, բլոգերները։ Չէ որ դա աշխատանք է, չես նստում ու պատրաստից խոսում, մտածելը պետք կազմակերպել, որ տակից գլխից խառնաշփոթ չխոսես, որ մարդիկ հասկանան ասածդ, այս ամեն ինչը կազմակերպչական աշխատանք է, ձայնագրելն է օրինակ իմ դեպքում, որովհետև տեսանյութով չի, եւ այլը, չէ որ ես էլ կարող եմ իմ ժամանակը մի այլ բաների վրա ծախսել։ Իհարկե ավելի շատ հետաքրքրված կլինեմ այստեղ ծախսել, ավելի շատ տեսանյութեր անել, շատ հարցերի շուրջ, օրինակ խոսեի գլոբալիստների մասին, ես ձեզ կարող եմ մանրամասը բացատրել ամեն ինչ, այնպես ինչպես կա։ Կարող եմ պատվաստումների մասին խոսել, այդ ահավոր բանի, որ բերեցին եւ ժողովրդին այդպես թունավորեցին բոլորին։ Կարող եմ խոսել 5G, 5G մասին, որ ձեր առողջությունը քայքայում է, եթե կան 5G այդ անտենաները ձեր տան մոտակայքում զգուշ եղեք եւ այլը շատ հարցերի շուրջ, որ դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչքան ես խորը ուսումնասիրել եմ այս հարցերը եւ կարող եմ ձեզ պատմել։ Բայց եթե ես պետք է այդ ամեն ինչը կազմակերպեմ դնեմ, ինչպես ասած, կազմակերպված խոսեմ, ամեն ինչը, որպեսի հերթականությամբ, մի խոսքով, այդ ժամանակը ծախսես ու ընդամենը մի 100 մարդ նայի, ասում ես արժե, թե չարժե 4-5 ժամը ծախսեմ ու այս գործը կարող եմ անել, այն գործը կարող եմ անել, բայց եթե շատ է լինում քո հանդիսատեսը, շահագրգռված ես ըլնում, պատասխանատվություն ես զգում եւ ավելի մոտիվացված եւ եռանդով ես ուզում շատ տեսանյութեր թողարկել, շատ իրազեկ դարձնել մարդկանց, չէ որ դա ուժ է տալիս։ Ես երբ որ նայում ես, օրինակ իմ այդ ճամփորդական ալիքը, որ անունը տվեցի, ընդամենը 20 մարդ բաժանորդագրվեց, 20 դիտում օրինակ մեկի տակ, վերջի տեսանյութի տակ, այն էլ ոչ ոք լայք չի դրել նույնիսկ, ինչպես դա հասկանալ։ Չէ որ լայք տնելը դա ձեր հավանությունն է, դա ձեր շնորհակալությունն է, գոնե հեչ որ չէ այն աշխատանքի համար, որ ջանք եմ գործադրել ձեզ պատմելու տվյալ նյութի մասին, որը ընդլայնում է ձեր մտահորիզոնը, որպեսզի մարդիկ չմնան նեղ շրջանակների մեջ։ Դա էլ է պետք, նեղ մասնագիտական Հայաստանի մասին եւ ուրիշ ոչինչ, կամ ենթադրենք Եվրոպայում եք, այս 1-2 եվրոպական պետությունների մասին եւ ուրիշ ոչինչ։ Իսկ ինչու է դա պետք։
Այն նրա համար է պետք, որ մարդկանց չտերագնահատեք, օրինակ, շատ բաների համար է պետք լայն մտահորիզոնը, բայց մի հասարակ բան վերցնենք օրինակի համար, որ օրինակ հնդիկներ կան Հայաստանում աշխատում են, դուք եթե իրեն մի հատ շենք ցույց տաք ու գոռոզանակ ասեք, տես ինչ սիրուն շենք է, այսպիսի բան դու տեսած ես կյանքումդ, այդ որովհետև դուք չգիտեք, թե նա ինչ է տեսել Հնդկաստանում ինչ կա, միգուցե դուք չգիտեք, և ինչքան ծիծաղելի կթվաք, եթե դուք նման բան ասեք իրեն, և եթե կարծում եք, որ աղքատը եկել է մի քանի կոպեկ աշխատելու բան, միգուցե նա չի տեսել օրինակ գեղեցիկ տաճարներ կամ չի կարողացել ճամփորդի, ֆինանս չի ունեցել, այդտեղ էլ եք սխալվում։ Եթե շարունակեք տեսնել իմ տեսանյութերը, քիչ գալով տարբեր քաղաքներ, ես շատ տարբեր բաներ եմ բացատրելու, որ գոյություն չունի Հայաստանում։ Միգուցե օրինակ վերցնեք, միգուցե մտքեր քաղեք, գաղափար է տալիս այս ամեն ինչը, ընդօրինակում եք։ Այդ հնդիկը, որ գալիս է իր ընտանիքը պահելու մի քիչ փող աշխատելու եւ այլը, նա շատ տեղեր է տեսել, որ դուք չեք պատկերացնի։ Գիտեք ինչի, որովհետեւ այս աղքատ միջակից ցածր ընտանիքներին հարուստ մարդիկ աջակցում են, ագենստվաներին են տալիս, տարբեր կազմակերպություններին են տալիս այն գումարը, որ պետք է այս մարդկանց կազմակերպի ավտոբուսներով տանի տարբեր կոթողներ, տարբեր քաղաքների ու նահանգների միջև։ Ես տեսել եմ հարյուրավոր ավտոբուսներ միջից դուրս են գալիս այդ ցածր, կարելի ասել, միջինից ցածր խավի ընտանիքները, փոքրիկ երեխաների հետ եկել են, մնում են աշրամներում ծրի, մի քանի անգամ օրը սնվում են ծրի, նույն ավտոբուսով էլի հետ են տանում, այս ամեն ինչը վճարված է։ Կա Հայաստանում նման բան, որ անի որևիցե հարուստ հայերի համար։ Այդքան մենակ արձաններ են կառուցում, Հիսուսի արձանը Ծառուկյանը չկառուցեց, բայց ինչ օգուտ քո Հիսուսի արձանից։ Այլ այնտեղի հարուստները այդպես են անում, որ իրենց կրոնին պաշտելու համար, այդ տաճարներում աղոթելու համար կազմակերպում են, վճարում են, որ այդ հնդիկներին տանեն տարբեր քաղաքների ու նահանգների կոթողներում աղոթեն։ Այդպիսով իրանք զգում են, որ իրենք Աստծուն հաճելի գործ արեցին, իրենց կարմայի համար, իրենց մեղքերի համար, թողության, իրենց հաջողության համար, իրենք կազմակերպեցին, որ այդ մարդիկ հնարավորություն ունենան այդ տաճարներում էլ աղոթեն։ Շատ կարևոր տաճարներ կան իրենց հավատքի համաձայն, որ գնալը անպայման պետք է։ Նման բան չեք տեսնի։ Հայաստանում աշրամներ բոլորովին չկան օրինակ, և համոզված եմ նույնիսկ չգիտեք շատերը, թե դա ինչ է։ Պետք է նայեք, որ բացատրեմ ամեն ինչը, ընդլայնված հորիզոնով մարդը այն է, որ նա է, որ կարողանում է յուրաքանչյուր հարցի շուրջ զրույցի բռնվել և ցույց չտալ անգրագիտությունը, որ գաղափար անգամ չունի նման բաների մասին։ Դրա համար էլ երբեք ոչ ոքի մի թերագնահատեք, եթե դուք լավ չեք ուսումնասիրել այդ մարդկանց մշակույթը, հոգևորականությունը և կուլտուրան։ Ցանկացած ազգի հանդեպ դա միայն տգիտության դրսևորում է, երբ որ ոչինչ չգիտեք, ծաղրում եք կամ ինչ-որ մի բանով պարծենում եք, որը որ իր համար միևնույն է, դա շատ հասարակ բան է իր աչքին, դուք արդեն ծիծաղելի եք դառնում նման արարքով։ Կամ մենք ընդունել ենք քրիստոնեությունը այսինչ դարում, ցանկացած հնդիկի ասեք կզարմանա ինչ եք իրեն ասում, որովհետև այո, ընդունել եք ընդունել և ինչ, դա ինչ է նշանակում։ Դա իր համար բոլորովին նշանակություն չունի, դուք կարծում եք, թե աշխարհով մեկ գոռալով, որ մենք ենք ընդունել առաջինը քրիստոնեությունը, բոլորին զարմացրեցիք ու դարձաք սուպերիոր ազգ,
Այնքան բաներում եք հետ մնում շատ ազգերից, որ միայն քրիստոնեությունը այդքան վաղ շրջանում ընդունելու ֆակտը, փաստը դա ձեզ չի դարձնում գերագույն ազգ։ Շատ բաներում հետ ենք տարբեր հարցերով, դրա համար պետք է ուսումնասիրել ու իմանալ ուրիշներն ինչպես են ապրում, ինչպես են մտածում, իրենց կյանքի փիլիսոփայությունն ինչ է։ Միգուցե օրինակներ վերցնենք, լավը վերցնենք, ավելի լավացնենք եւ իրենցից էլ առաջ անցնենք։ Այդպես ավելի ճիշտ չէր լինի, թե անընդհատ ասելով մենք այս ենք, մենք այն ենք, այնքան այդպես գոռոզացանք, այդ հանգստացանք 30 տարի, մինչև եկան տեսակ ինչ արեցին։ Մենք ինքներս մեզ գովալով, երկրպագելով, այսպես ասած, հետ մնացինք շատ բաներից, երբ որ ուրիշները մեզնից ավելի առաջ անցան, այդ գոռոզամտությունը հենց խանգարեց էլի, որ ավելի զարգանալու։ Երբ որ կարծում ես, թե ամեն ինչ գիտես, ամեն ոքից էլ լավ ես, բոլորից էլ լավը դու ես միայն։ Ես չեմ ասում ինքդ քեզ մի գնահատի, բայց չէ որ հարկավոր է հասկանալ, թե դիմացինդ ով է, դիմացիդ ազգը ով է, թեկուզ դա լինի թշնամիդ, ինչպես է մտածում ու շնչում, պարտադիր չի թշնամիդ, նաև այլ ազգերը։ Դրա համար եմ ես ասում, որ մտահորիզոնը լայնացնելը ու ամեն ինչից տեղյակ լինելը շատ կարևոր է, եւ դա մեղք է ինտերնետի այս դարաշրջանում մնալ անգրագետ, երբ որ շուրջդ այսքան ինֆորմացիա կա։ Դրա համար ես ընտրեցի առանձին երկու ալիք, որպեսզի չխառնեմ իրար։ Իմ նպատակը չի միայն տեղափոխվեմ այնտեղ, ես ցանկանում եմ քաղաքական հարցերը մնա այս ալիքում, իսկ մյուս ալիքում միայն ճամփորդությանը վերաբերվող հարցերը, որովհետև թեմաները տարբեր են։ Այս ալիքի առաջխաղացումը նաև կարևոր է ինչու՞մ։ Եթե օրինակ դուք հարցեր ունենաք, որևիցե մեկնումեկդ իմ բաժանորդներից եւ գրեք ինձ, ասեք, որ նման մի բան է կատարվել, ես դա կբարձրաձայնեմ, եթե անարդարություն է, սխալ է եւ այլը։ Այս ալիքը միայն Վարդանի համար չէ, ես դա ասել եմ վաղուց։ Բայց եթե ալիքը փոքր է, լսելի չէ, տեսանելի չէ, ոչ ոք էլ ուշադրություն չի դարձնի, ես ինչքան էլ այստեղ խոսեմ։ Իսկ եթե ալիքը մեծ լինի, գոնե միջին չափի, եթե ես այստեղ խոսեմ, միգուցե կգրավի այլ լրատվականների ուշադրությունը, նրանք էլ սկսեն տարբեր ալիքներ խոսել նույն հարցի շուրջ։ Այնպես որ առանց ձեր ակտիվ աջակցության դա հնարավոր չէ։ Դուք գիտեք իմ ազնվությունը, նվիրվածությունը։ Ես մենակ Վարդանի համար պայքարելու համար չեմ ստեղծել այս ալիքը։ Ես գիտեմ, որ նման դեպքեր շատ են լինելու նաև։ Այնպես որ ինքներդ գիտեք, ինչպես ցանկանաք, ասում են, ինչ անեք, ձեզ կանեք։ Ես իմ մտահոգությունը այդ հարցերի շուրջ դա է ինձ առաջ մղում, թե չէ ես ոչ մի պրոբլեմ էլ չունեմ։ Ինձ այստեղ ադրբեջանցիների հետ սահման չունենք, որ մտածեմ վաղը կարող է հարձակվեն եւ այլը։ Ես ձեզ համար եմ մտածում Հայաստանի համար։ Օրինակ, առաջ երբեմն գրում էիք մի բան մտածիր Վարդանի համար, մի բան արա, դու կարող ես մի բան մտածիր, մի հնար գտիր, եւ այլ նման կոմենտներ։ Բերեք այսպես պատկերացնենք,
Եթե ես ունենայի մեծ ալիք, կապ չունի սա թե այն մյուսը ճամփորդության, եւ ունենայի մանետիզացիա։ Մանետիզացիան գիտեք դա, երբ որ YouTube-ը վճարում է դիտողների քանակով եւ ժամերի քանակով։ Այդ ֆինանսները գալիս են YouTube-ից, ոչ թե ձեր գրպանից։ Այնպես որ դա ձեզ բոլորովին չի խանգարում կամ վնասում։ Պարզ է, որ ինչքան դիտորդները շատ լինեն, օրինակ մոտավոր ասեմ, 30,000 դիտումից կարող է գալ $30, որը պետք է վճարես նաև նալոգ, տաքս, այսպես ասած, տուրք, հարկ այդ գումարից 300,000-ից կարող է ստանալ $300, բայց վճարել նորից տաքս։ Լավ, բերեք մի մոմենտ պատկերացնենք, թե ես այդպիսի մեծ ալիք ունեմ եւ իմ ամեն տեսանյութ նայում է 300,000 մարդ, 200,000 եւ այլն։ Մանետիզացիա է գնում։ Ես կարող եմ օգտվել այդ ռեսուրսներից, ազատ ռեսուրսից հասանելի եւ գնալ Լաս Վեգաս։ Մի բան արա Սուզանան վերցրեց այդ ազատ գումարները եւ գնաց Լաս Վեգաս, մնաց մի շաբաթ, 10 օր, հանդիպեց Վարդանին, կարող է անել, չէ՞։ Ես վիզայի խնդիր չունեմ։ Կարող էի ամեն օրվա խոսացածս դնել տեսանյութում ձեզ հայտնել, ձեր ասածները իրեն ասել, իր ասածները ձեզ ասել, իր հղումները տարբեր հարցերի շուրջ, կարող էի շատ տարբեր հարցեր տալ իրեն, պարզել եւ ձեզ հայտնել։ Ահա եւ մի հասարակ օրինակ ես ձեզ բացատրեցի, թե մարդը ինչ կարող է անել այսպիսի հանգամանքներում։ Նամանավանդ որ դուք եք ուզում անընդհատ նոր տեղեկություն, նոր կարծիք։ Վարդանը ինչ է մտածում, ինչ է ուզում, ինչպես է։ Այս ամեն ինչը ես ձեզ մոտիկից կտեսնեի, կհաղորդեի։ Միգուցե թույլ տար հանդիպել իր մորը, հարցնեի, հասցեին գնայի, մոր հետ խոսեի եւ մի փոքրիկ տեսանյութ անեի, եթե թույլ տար Վարդանը։ Ամեն ինչ հնարավոր է, հասկանում եք։ Բայց ես այդ հնարավորությունը չունեմ, որովհետև դուք ակտիվորեն չեք մասնակցում։ Խոսքը նրանց մասին չէ, ովքեր մասնակցում են, լայք են դնում, կոմենտարի են գրում, մեկնաբանություններ, ովքեր բաժանորդագրվել են։ Խորին շնորհակալություն նրանց, ովքեր բաժանորդագրվել են, ովքեր լայքեր են դնում։ Իմ խոսքը վերաբերվում է այն մյուս մասին, որը ոչ այն է անում, ոչ այն լսեց, անցավ հաջորդ ալիքի, այդպես ասած, ինչ են ասում ռուսերեն, խալյավա, ձրի, էստեղ, ենտեղ, ոչ մի պատասխանատվություն, ոչ մի երախտագիտություն։ Բայց լավ, ինչ եք վնասում, ձեզ եք վնասում, որովհետև ես կարող եմ այս մանետիզացիայից եկած գումարներով շատ հարցեր լուծել։ Այնպիսի հարցեր, որ չեմ էլ ուզում այստեղ բարձրաձայնել։ Օրինակները շատ են։ Հետաքրքիր լինի, կարող եմ ցուցակն անել, ձեզ մի օր ներկայացնել։ Հիմա դուք երբեմն որևիցե մեկը կարող է մտածել, ասել, եթե իսկապես ուզում ես նրան օգնել, ինչու՞ չես քո հաշվին անում, գնում։ Իհարկե, կարող եք նման բան էլ մտածել, չէ՞, որոշ մարդիկ։ Իսկ ես կպատասխանեմ։ Դուք սպասում եք, որ ես ծախսեմ մեծ գումարներ, էներգիա, ժամանակ, անհարմարավետություն, գնալու երկար ճամփորդություն թռիչքներով,
ինքնաթիռներով եւ այլը փոխելով այստեղ այնտեղ։ Իսկ դուք մեկ վայրկյանի հարց է, որ մի հատ կլիկ է, որ ձեր բազմոցի վրա նստած տնից չհեռանալով հարմարավետ ընդամենը կես վայրկյան էլ չի տևում, մի հատ կլիկ բաժանորդագրվել, մի հատ կլիկ ընդամենը լայք դնել, հավանություն տալ։ Եթե դուք այդ հասարակ բանը, որ ձեզնից ֆինանս անգամ չի պահանջում, չեք անում, ինչպես կարող եք ակնկալել, որ ուրիշը անի ամեն ինչ իր հաշվին, իր միջոցներով, իր ժամանակի հաշվին, բայց դուք ձեզ նեղություն չտաք, նստեք, նայեք, անցնեք հաջորդ ալիքին, առանց որևիցե նշանի շնորհակալության։ Մի խոսքով դա անպատասխանատու վերաբերմունք է, դա լուրջ խնդիր է, որովհետև պատասխանատվություն մարդը չի զգում։ Ինչպես մի հատ վատ օրինակ ասեմ, որ ասում են հավի պես ուտում եք, կտուցը գետնին քսում անտարբեր եւ մի ալիքից մի ալիք թրթում, բոլոր տեղերը նույն ձևի, նույն վարքագծով։ Բայց չէ որ դուք ունեք սիրված բլոգերներ, ում հարգում եք, սիրում եք, հետևում եք, ճիշտ է։ Հիմա խոսքը իմ մասին չի միայն գնում։ Նրանք ծախսում են իրենց էներգիան, ժամանակը եւ այլը։ Տարբեր բաներ, նյութեր են գտնում ձեզ բացատրելու, իրենք են դիտում այդ նյութերը առաջ եւ այլը։ Նրանք էլ կյանք ունեն, չէ՞։ Դա չեն անում միայն զվարճության համար, կարող են օրինակ ընտանիքի հետ ծախսել ժամանակը սպորտի, կաֆե, ռեստորան, այլ ընտանիքի եւ այլ հարցերում, գործերով։ Իսկ երախտագիտություն ցուցաբերելը նման աշխատանքի դա արդեն լուրջ խնդիր է։ Լայք դնելը, բաժանորդագրվելը անվճար է, նորից եմ կրկնում։ Եթե դուք իսկապես ուզում եք փոփոխություն, արդարություն, ապա պետք է աջակցեք նրանց, ովքեր պայքարում են դրա համար։ Թե ուզում եք միայն իրենք պայքարեն, դուք միայն դիտեք։ Այսպեսով ոչինչ չի փոխվի։ Եթե ուզում եք նրանք շարունակեն այդ բլոգերները եւ ավելի մեծ եռանդով եւ ավելի շատ նոր տեղեկություններով, նոր տեսանյութերով, նոր վերլուծություններով, դուք պետք է աջակցեք։ Ամենահասարակ բանը, որ կարող եք անել, դա է։ Բայց ընտրությունը իհարկե ձերն է։ Ես պարզապես ազնվորեն եւ շատ բաց խոսեցի այս ամենի մասին, որովհետև զգացի, որ պետք է։ Որոշ մարդիկ միգուցե չեն հասկանում այդ կարևորությունը եւ այլ հարցեր չեն հասկանում։ Այսպիսի անտարբեր վերաբերմունքով մենք ոչ մի բանի չենք հասնի, իսկ մենք արժանի ենք ավելի լավին։ Որոշ մարդիկ նոր են YouTube-ում եւ չգիտեն այս ամենը, նրանց մասին չէ խոսքը, ովքեր գիտեն, մի ծիծաղեք, որովհետեւ միգուցե մարդիկ նոր են միանում այս ամեն ինչին։ Ես էլ շատ տարիներ առաջ չգիտեի, որ բաժանորդագրվել ինչպես է լինում, չգիտեի, որ կոճակն են սեղմում բաժանորդագրվելու համար։ Հիմա տեսեք, subscribe այս կոճակը, դա, որ սեղմում եք, դուք բաժանորդագրվում եք այս ալիքին, այսինքն դառնում եք անդամներից մեկը, կտեսնեք, որ թիվը փոխվում է, ինչքան բաժանորդ կա, այդ թիվը փոխվում է, երբ որ ավելացավ 1-ով, 10-ով եւ այլը, անընդհատ փոխվում է այդ թիվը, դուք պարզապես սեղմում եք եւ վերջ, նա ձեզ չի հարցնում բանկային տվյալներ, որ ձեզնից գումար վերցնի, եթե վախենում եք, որ կարող է այդ բաժանորդագրվելը լինի ոչ
վճարովի, դա վճարովի չէ, ուղղակի subscribe կոճակին սեղմելով դուք դառնում եք այս ալիքի դիտողների անդամներից մեկը, այդքան բան։ Իսկ լայք կոճակը այդ փոքրիկ բութ մատով նշանն է, որը որ եթե հավանում եք տեսանյութը, պարզապես սեղմում եք դրա վրա, դա մի քիչ մքանում է, սևանում և կտեսնեք, որ այն սպիտակ էր առաջ, դարձավ մուգ գույնի, այսինքն դուք դրեցիք ձեր լայքը, իսկ շեր կոճակը, որ տեսնում եք տեսանյութի տակ, եթե դուք դրա վրա սեղմեք, կարող եք տեսանյութը ուղարկել ձեր ընկերներին, ծանոթներին, WhatsApp-ով, Facebook-ով և այլ սոցիալական հարթակներով կարող եք կիսվել ձեր ծանոթների հետ։ Այս գործողությունները մի քանի վայրկյան են տևում, բայց շատ են օգնում ալիքի աճին և տեսանելիությանը։ Այսօր ուզում էի մի քանի այլ հարցերից էլ խոսել, բայց երկար ստացվեց, առայժմս այսքանը, այստեղ կսահմանում, հարկավոր է սահմանափակվել այսքանով, շնորհակալություն ձեր աջակցության համար, ստեսություն։